Երբ առաջանում է արտակարգ իրավիճակ, կարևոր է ոչ միայն պրոֆեսիոնալ փրկարարական ուժերի արագ արձագանքը, այլև պատրաստված եւ կազմակերպված համայնքի ներգրավվածությունը։ Հենց այս սկզբունքով էլ ներքին գործերի նախարարությունը հետևողական քայլեր է իրականացնում կամավորության ինստիտուտի զարգացման ուղղությամբ։ Համայնքներում արտակարգ իրավիճակներին արձագանքման արդյունավետությունը բարձրացնելու եւ բնակչության անվտանգությունն առավել պատշաճ ապահովելու նպատակով Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղում բացվել է կամավորական հրշեջ փրկարարական նոր հենակետ։ Այն սպասարկելու է ոչ միայն Մարտիրոսը, այլև հարակից բնակավայրերը հնարավորություն տալով առավել արագ արձագանքել հնարավոր արտակարգ դեպքերին։ Հազանգը ստանալու է ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնում, այնուհետև հազանգը փոխանցվելու է համայնք, որը իրականացնելու է կամավորների հավաքը եւ դեպքի արձագանքման գործընթացը։ Հենակետում ծառայություն իրականացնող կամավորներն անցել են մասնագիտական պատրաստություն, հաջողությամբ հանձնել փրկարարի որակավորման քննությունները եւ պատրաստ են անհրաժեշտության դեպքում գործել ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումների հետ համատեղ։ Թիմերը ոչ թե փոխարինելու են գալիս պրոֆեսիոնալ ծառայությանը, փրկարար ծառայությանը, այլ նրանք կազմակերպում են առաջին արձագանքը մինչև պրոֆեսիոնալ հրշեջ փրկարարական ջոկատի ժամանումը դեպքի վայր։ Հենակետը հագեցած է հրշեջ փրկարարական մեքենայով, ինչպես նաեւ անհատական պաշտպանության հանդերձանք, միջոցներ եւ այն ամենը, ինչ անհրաժեշտ է թիմին առաջին արձագանքը կազմակերպելու համար։ Հենակետի բացման արարողությանը հաջորդել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք, որի ընթացքում Մարտիրոսի կամավորական հրշեջ փրկարարական թիմն ու փրկարար ծառայության հրշեջ փրկարարները իրականացրել են պայմանական հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքներ։ Ըստ վարժանքի սցենարի, շինություններից մեկում բռնկված հրդեհը հաջողությամբ մեկուսացվել եւ մարվել է, իսկ տուժածին տեղում ցուցաբերվել է առաջին օգնություն։ Ուսումնավարժության ավարտին ամփոփվել են արդյունքները, քննարկվել իրականացված գործողությունները, արձանագրված բաց թողումները եւ դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։ Արձանագրվել է, որ կամավորական հրշեջ փրկարարական ջոկատը պատրաստ է ինքնուրույն կազմակերպել նախնական արձագանքը եւ անհրաժեշտության դեպքում աջակցել փրկարար ծառայության ստորաբաժանումներին։